Ողջույն հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Եղինյանն եմ։ Այսօր 2026 թվականի ապրիլի 30-ն է։ Այս տեսանյութում ցանկանում եմ իմ հետևորդների հետ կիսվել մի ուրախալի լուրով, մասնավորապես իմ YouTube-յան ալիքի հետևորդուհիներից մեկը, ով ներկայումս բնակվում է Երևան քաղաքում, ունի բարձրագույն իրավաբանական կրթություն, սակայն այդ աղջիկը դեռևս չունի փաստաբանի լիցենզիա։ Ներկայումս այդ աղջիկը զբաղվում է փաստաբանի լիցենզիա ձեռք բերելու, այդ համապատասխան փաստաբանական դպրոցում սովորելու եւ փաստաբանական լիցենզիա ձեռք բերելու գործընթացներով է զբաղված եւ այդ աղջկա կողմից փաստաբանի լիցենզիա ձեռք բերելուց, այսինքն փաստաբանի արտոնագիր ձեռք բերելուց հետո ես մտադիր եմ Լոռու մարզի Ստեփանավան կամ Վանաձոր քաղաքներում հիմնադրել փաստաբանական գրասենյակ եւ քանի որ այդ աղջիկն ինձ առաջարկել է, որ ինքը ցանկանում է ինձ հետ միասին աշխատել, բնականաբար ես ընդունել եմ այդ աղջկա առաջարկը եւ առաջիկայում, երբ որ Էրիկ Եղինյանս Լոռու մարզի Ստեփանավան կամ Վանաձոր քաղաքներում, երբ որ հիմնադրեմ փաստաբանական գրասենյակ, դրանից հետո բնականաբար այդ աղջիկը արդեն իսկ կունենա փաստաբանի լիցենզիա, կունենա փաստաբանի գործունեությամբ զբաղվելու օրինական կերպով ձեռք բերված արտոնագիր եւ այդ ժամանակ դրանից հետո Էրիկ Եղինյանս կհանդիսանամ կամ այդ փաստաբան աղջկա օգնականը կամ գործավարը, տեսնենք թե օրենքով ինչ հաստիկ է օրենքը նախատեսում, որպեսզի ես ձևակերպվեմ որպես այդ աղջկա օգնական կամ չգիտեմ, միգուցե իր գործավար, տեսնեմ թե օրենքը ինչ է նախատեսում այդ կապակցությամբ։ Նաև նշեմ, որ ցավոք սրտի Էրիկ Եղինյանից համար այդպես էլ երազանք կմնա բարձրագույն իրավաբանական կրթություն ստանալը եւ փաստաբան դառնալը, քանի որ Էրիկ Եղինյանս չունեմ բավարար ֆինանսական միջոցներ բարձրագույն իրավաբանական կրթություն ստանալու համար, բնականաբար ունեմ իրավաբանական գիտելիքներ, սակայն չունեմ իրավաբանական բարձրագույն կրթություն։ Այդ իսկ պատճառով հիմա որոշ մարդիկ կասեն, ինչու ես ինքս չեմ դառնում փաստաբան, այդ հարցին պատասխանելով եմ այսպես հիմա ասում, որ չունեմ բավարար ֆինանսական միջոցներ բարձրագույն իրավաբանական կրթություն ձեռք բերելու համար։ Իսկ փաստաբան դառնալու համար նախ եւ առաջ հարկավոր է ունենալ բարձրագույն իրավաբանական կրթություն։ Նաև նշեմ, որ ինձ համար սկզբունքի հարց է լինելու, որ ինչքան էլ շատ գումար ինձ առաջարկեն, ես երբեք չեմ պաշտպանելու մանկապղծության մեջ մեղադրվող անձանց, բռնաբարություն կատարելու մեջ մեղադրվող անձանց, մանկասպանություն կատարելու մեջ մեղադրվող անձանց, ինչպես նաև երբեք չեմ պաշտպանելու օրենքով գողերի եւ քրեական ենթամշակույթին հարող անձանց շահերը, ես գումարով երբեք չեմ վաճառվելու եւ երբեք չեմ խախտելու իմ կողմից որդեգրված սկզբունքները։ Եվ հանուն փողի, այսպես ասած, ես իմ հոգին երբեք սատանային չեմ վաճառելու։ Եթե իհարկե գործը սարքած չի, այսինքն եթե իմ կողմից թվարկված անձանց հարազատները դիմեն ինձ եւ եթե ես հասկանամ, որ այդ գործը սարքած է, բնականաբար հանուն արդարության ես պատրաստակամություն եմ հայտնում պաշտպանել այն անձանց շահերն ու իրավունքները, ում գլխին որ քննիչները կամ դատախազները քրեական գործ կսարքեն։ Իսկ եթե գործը սարքած չէ եւ կան բավարար փաստական տվյալներին կողմից նշված անձանց մեղքը հիմնավորող, այսինքն նույն բռնաբարության մեջ մեղադրվող, մանկասպանության մեջ մեղադրվող, մանկապղծության մեջ մեղադրվող կամ օրենքով գող լինելու մեջ մեղադրվող, քրեական ենթամշակույթին հարելու մեջ մեղադրվող անձանց մեղքը հիմնավորող, եթե կլինեն ապացույցներ, ապա ես, սա ինձ համար սկզբունքի հարց է, երբեք նման անձանց շահերը չեմ պաշտպանելու, ինչքան էլ ուզում է ինձ մեծ գումարներ առաջարկեն։ Նաև նշեմ, որ Ստեփանավան քաղաքում ինձ շատերն են ճանաչում, հանրությունը գիտի, որ ես հանուն արդարության մինչև վերջ կռիվ կտամ, այնպես որ վստահ եմ, որ ես եւ իմ փաստաբան գործընկերուհին հաճախորդի պակաս երբեք չենք ունենա։ Հավելեմ նաև, որ իմ կողմից հիմնադրվելիք փաստաբանական գրասենյակը Լոռու մարզում կլինի ամենալավագույն փաստաբանական գրասենյակը եւ ի տարբերություն այլ փաստաբանների կողմից մատուցվելիք փաստաբանական ծառայությունների աստղաբաշխական գների, իմ փաստաբան գործընկերուհու կողմից մատուցվելիք փաստաբանական ծառայությունների մատուցման գները լինելու են բավականին մատչելի եւ ամենակարևորը, ի տարբերություն շատ ու շատ փաստաբանների, ես եւ իմ փաստաբան գործընկերուհին ի վնաս մեր պաշտպանյալների ու վստահորդների երբեք չենք համագործակցելու դատավորների, դատախազների ու քննիչների հետ։ Իմ փաստաբան գործընկերուհին զբաղվելու է թե քրեական եւ թե քաղաքացիական գործերով, ինչպես նաեւ ի տարբերություն շատ ու շատ փաստաբանների, իմ փաստաբան գործընկերուհու կողմից մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ ներկայացնելը նույնպես կատարվելու է ժողովրդի համար բավականին մատչելի գներով։ Հավելեմ նաեւ, որ Էրիկ Եղինյանս փաստաբան չեմ հանդիսանում եւ
Եվ ես օրենքով իրավունք ունեմ մարդկանց օգնելու նկատառումներից ելնելով անվճար մատուցել իրավաբանական խորհրդատվություն։ Այնպես որ երբ որ ես հիմնադրեմ փաստաբանական գրասենյակ եւ համագործակցեմ իմ փաստաբան գործընկերուհու հետ, այդ ժամանակ նաեւ ես ինքս պատրաստակամություն եմ հայտնում ժողովրդին մատուցել անվճար իրավաբանական խորհրդատվություն։ Մի խոսքով ես լինելու եմ Լոռու մարզի բոլոր անարդար դատախազների ու քննիչների ահ ու սարսափը եւ հանուն արդարության մինչեւ վերջ պայքարելու եմ Լոռու մարզի դատախազների ու քննիչների ապօրինությունների դեմ։ Այսքանն է ուզում իմ հետևորդներին կիսվել այս նորությամբ, ովքեր որ ունեն իրավաբանական աջակցության կարիք, երբ որ ես հիմնադրեմ փաստաբանական գրասենյակ եւ համագործակցեմ իմ գործընկերուհի փաստաբանի հետ, այդ ժամանակ ինձ ճանաչող բոլոր անձինք կարող են դիմել ինձ եւ վստահեցնում եմ, որ դուք կստանաք որակյալ իրավաբանական օգնություն եւ օրենքով սահմանված կարգով պաշտպանված կլինեն ձեր իրավունքներն ու օրինական շահերը։ Իսկ եթե Հայաստանի Հանրապետությունում մենք չհասնենք արդարության, ապա արդարության հասնելու ակնկալիքով ես երաշխավորում եմ, որ գանգատ կներկայացնենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ Էրիկ Եղինյանս տիրապետում եմ եվրոպական դատարան գանգատ ներկայացնելու ընթացակարգին։ Ինչպես նաև Էրիկ Եղինյանս կատարելապես տիրապետում եմ նաև թե քրեական օրենսգրքին, թե քրեական դատավարության օրենսգրքին, թե քաղաքացիական օրենսգրքին եւ թե քաղաքացիական դատավարության օրենսգրքին, այնպես որ ինձ համար մեծ դժվարություն չի ներկայացնի քրեական կամ քաղաքացիական գործերով մարդկանց անվճար իրավաբանական խորհրդատվություն մատուցելը։ Այսքանն է, շնորհակալություն ուշադրության համար։ Ուրեմն հետագա հյուրընկալումների ձեռք մնալու նկատառումներից ելնելով ցանկանում եմ նաև նախապես տեղեկացնել, որ երբ որ ես հիմնադրեմ փաստաբանական գրասենյակ Վանաձոր կամ Ստեփանավան քաղաքներում, բնականաբար օրենքով սահմանված կարգով վճարելու ենք նաև բոլոր հարկերը, այսինքն իմ գործունեությունը լինելու է բացառապես օրինականության եւ օրենքի շրջանակներում եւ որևէ օրենք ես չեմ խախտելու, նաև նշեմ, որ անձամբ Էրիկ Եղինյանս փաստաբանական գործունեությամբ չեմ զբաղվելու, այլ փաստաբանը հանդիսանալու է իմ գործընկերուհին, ով, ինչպես արդեն նշեցի, ունի բարձրագույն իրավաբանական կրթություն եւ արդենից այդ աղջիկը զբաղվում է փաստաբանի լիցենզիա, այսինքն փաստաբանի արտոնագիր ձեռք բերելու հարցերով եւ շատ շուտով Ստեփանավան կամ Վանաձոր քաղաքներում Էրիկ Եղինյանս կհիմնադրեմ փաստաբանական գրասենյակ։ Այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։